Այս դատավճիռը, որը որ կայացվել է, ոտից գլուխ ապօրինություն է, եւ այդ խնդիրները այնպիսի խնդիրներ են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար եւ վերաքննիչ դատարանն էլ այլ հնար չունի օրենքի իմաստով, քան բեկանելու դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք այս գործով ինչ է տեղի ունենում եւ իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չեթան ոնց որ պետք են, բայց օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ենթակա գործը քննել է Երևան քաղաքում։ Սա տեխնիկական է համարում։ Սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում, որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորություն ունի։ Կազմի մասով եկեք այս պայն մենք դրա մասին կազմի մասով բան չասենք, որովհետև հաջորդ նիստերին մենք կոնկրետ կունենանք ասելիքներ եւ դուք կլսեք։ Բողոքարկել է։ Ինչ է ուզում դատախազությունը։ Ասում են, որ 2 տարին քիչ է, 2.5 տարի է պետք, այստեղ ձեզ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ օրենքը ասում է, այս հիմքով կարող է բեկանվել դատական ակտը, եթե ակնհայտ անարդար է։ Այսինքն 2 տարի թե 2.6, այսինքն 2 տարի 6 ամիս դատախազության կարծիքով 2 տարին ակնհայտ անարդար է, ակնհայտ եւ պետք է 2 տարի 6 ամիս լիներ։ Ակնհայտ է, չէ՞ որ այստեղ աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չուներ։ Թեև ասում եք դատարանի տեղյակ չենք, ասում են ծանցում չենք ստացել։ Չենք կարող չնկատել, որ կազմի դատավորներից մեկը Վաչե Մարգարյանն է, որը նախկինում հայտնի գործերով կալանքի որոշմամբ, այ իր մասով դուք այս պահին ինչ դիրքորոշում ունեք եւ տեղեկություններ կան, որ նա ցանկանում է դառնալ դատանի նախագահ, այս ցանկանում արդեն դարձել է։ Հա, սա առաջինը։ Ես որ ասում եմ կազմի մասին չխոսենք, ասածս նրանում է, որ ոչ թե ընդհանրապես չխոսենք, կազմի մասին պարտադիր խոսելու ենք եւ դատավարական ընթացակարգով ենք խոսելու, ուղղակի այս պայն նպատակարար չեմ գտնում ավելին ասելու, կոնկրետ մարտավարական մենք քայլեր ունենք եւ կոնկրետ դատական նիստը սկսելուց հետո այդ մասով մեր իրավական դիրքորոշումը կարտահայտենք։ Նախնական տեղեկությունները վաղը։ Վաղը վիրահատություն կանեն, թե հետազոտություն։ Դե բժշկական մասա, թե բժիշկները ոնց կորոշեն, դա արդեն բժիշկները։ Այո։ Պարոն Սարգսյան, դուք որ ասում եք ընդդատություն նկատենք առաջի ատյանից սկսած, ճիշտ է։ Հա, դատարանը յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննի այն դատարանը, որը օրենքով հիմա ձեր հարցին կներեք պատասխանեմ այդ խախտումների մասով մի հատ էլ կարևոր բան ասեմ։ Ուրեմն դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Սա ես ձեզ ասում եմ ամենաակնհայտ ակնառուաշ ծագող բաները։ Այսինքն եթե ապացույց կա, որ դատարանում չի հետազոտվել, դրա հիման վրա դատական ակտ ցանկացած տեսակի չի կարող կայացվել։ Հետևաբար վերաքննիչի համար սա եւս ակնհայտ եւ պարտադիր պայման է, որպեսզի բեկանի դատական ակտը ուղղակի նոր քննության։ Ես հիմա ուղղակի մարտավարական նորից չեմ ուզում ամբողջ ծավալը բացեմ, բայց նորից դատավճռում գրված են ապացույցներ, որոնց հիման վրա մեղավոր է ճանաչվել։ Այդ ապացույցներից ոմանք դատանում չեն հետազոտվել։ Իսկ եթե դուք հիշում Չէ, անփութություն է, չգիտենալ է, շտապեցողություն է, որը իրենք ունեցել են։ Այսինքն իրենք խնդիր ունեին դատական ակտ կայացնելու, կայացել են։ Օրինականությունը իրենց համար այդքան էլ կարևոր չէ եւ հույս ունեն, որ մենք չենք նկատի։ Անկեղծ ասած մենք նկատել ենք, այդ մասին բողոքում նշել ենք եւ մեծ հարց է, թե ոնց են փորձելու դա շրջանցեն, որովհետեւ դրա շրջանցման հնարավորություն չկա, բացի ավելի մեծ ապօրինություն։ Պարոն Սարգսյան, Արմինե Մելիքսեյցյանի դատական նիստերի ընթացքում դուք բարձրացրել եք, հա, ոչ օրինական, այսպես որոշումների մասին։ Դրա հետ կապված ինչ-որ մարմնի դիմել եք նախարարությանը, չգիտեմ, հանձնաժողովին, որպեսզի կարգապական վարույթ հարուցվի։ Մենք կոնկրետ վերաքննիչ բողոք ենք ներկայացել, սպասում ենք ընթացակարգային, տեսնենք թե ոնց է լինելու, որովհետև մենք չենք կարծում, որ Արմինե Մելիքսեյցյանով ավարտվելու է սա, որովհետև մենք տեսնում ենք, թե սրբազանների հետ կապված եւ այս գործի հետ կապված ինչ է տեղի ունենում։ Հետևաբար այդ փաթեթը ընդհանուր առմամբ մենք ավելի խորությամբ կներկայացնենք հավանաբար ավելի մեծ շրջանակով եւ ավելի մեծ ծավալով։ Պարոն Սարգսյան, պահման պայմանների վերաբերյալ գիտենք, որ 3 սրբազաններ մի խցում են, ինչպես է, նեղվածք չէ, չգիտեմ, ինչ խնդիրներ են առաջանում։ Դե այդ առումով չեմ կարծում, որ նեղվածք կա։ Մարդկային առումով երևի թե ավելի լավ է, որ իրար հետ են։ Այսինքն կարծում եմ, որ իրենք շփման ավելի հիմնական գծեր ունեն եւ հնարավորություններ, այլ հարցը թե ինչ են այդպես անում եւ դրանից հետո արածը ինչ կերպ են փորձում ապօրինի եղանակներով ի վնաս օգտագործել, այստեղ է որ կա քննարկման առարկա, բայց հիմա այս պայն այս գործով դրա քննարկման կարիքի չկա։